Հարությունյան Օնիկն եմ, Էջմիածնից, անհատ ընդդիմադիր եմ եղել, աջակցել եմ Ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Հասկացա, հունիսի 7-ին տեղի ունեցավ ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունները։ Դուք նախ ինչ արձագանք ունեք եւ նաեւ խախտումներ են տեղի ունեցել, որոնք որ մինչեւ այսօր դեռևս ճշտման փուլում են։ Ինչ կասեք այս մասով։ Դե միանշանակ այսօրվա իշխանությունը արդար պայքար անհնարավոր ունենար։ Մենք սպասելիքներ ունենք, որ ամեն ինչ պիտի կեղծվի ու ցավոք սրտի այդ ամեն ինչը հաջողվեց Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններում ու նաև Նիկոլ Փաշինյանի համար կոպիտ է հնչում ասածս վիզ դնող մարդիկ, ովքեր որ թե մարզերում, թե տարբեր տեղամասերում, թե հրահարեցին, թե կեղծիքներ արեցին, դա ակնհայտ բոլորս տեսել ենք։ Լրագրող կազմից նախ շնորհակալ ենք, որովհետև արձագանքը եղել է ցանկացած դեպքով ու բազմաթիվ են, մեկը չի, երկուսը չի, երեքը չի։ Բոլոր ընդդիմադիր ուժերի հանդեպ ՔՊԻ կողմից կոնկրետ խախտումներ են գրանցվել, ՔՊԻ մարդիկ անգամ սադրել են թե Ուժեղ Հայաստան կուսակցությանը, թե Հայաստան Դաշինք կուսակցությանը, թե Բարգավաճ Հայաստանին։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց նախ այդ օրով Ուժեղ Հայաստանում լիքը առավոտվանից կալանավորումներ ձերբակալություններ տեղի ունեցավ եւ այդ ձերբակալությունները այդ հանրության դեմ ճնշում գործադրել է, ինչու՞ չէ ոչ հաջողության բերեց Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Նայեք, բոլորս էլ տեղյակ ենք, որ խախտումներ եղել են, նաեւ արձանագրվել են դրանք, ինչպես նաեւ դուք նշեցիք, լրագրողները դրանց մասին խոսեցին են, բայց կարծես թե ոչ ներքին գործերի նախարարությունը, ոչ իրավապահ մարմինները դրանք չեն արձանագրել եւ այդ խախտումների հետեւից չեն գնացել։ Այս մասով ինչ կասեք։ Դե ոնց կանեն, եթե իրանց կազմակերպածն է։ Չմոռանանք, որ այսօր Նիկոլի շուրջ հավաքված մարդիկ ավելի շատ էին պայքարում Նիկոլ Փաշինյանի նորից վերընտրվելու համար։ Անհնար է իրանք այս գործերը բացահայտեն։ Նայեք, եւ այսօր պայքար է գնում, ժողովուրդը փորձում է հասկանալ, ընդդիմությունը ի վերջո մանդատները իրենց կվերցնի, թե ոչ, եւ բոլորը սպասողական, հիասթափված վիճակում են գտնվում։ Այս մասով ինչ կասեք, որն է ճիշտ, մանդատները վերցնել, թե չվերցնել։ Իմ կարծիքով դա իմ սեփական կարծիքն է, մանդատները չպիտի վերցնեն, որովհետև եթե մանդատները վերցնեն, դա կնշանակի, որ իրանք մուտք են գործում ազգային ժողով ու իրանք ուզեն թե չուզեն Նիկոլ Փաշինյանին պիտի դիմեն պարոն վարչապետով։ Իսկ ինձ չի թվում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը առհասարակ պատրաստ են Նիկոլ Փաշինյանին դիմել որպես պարոն վարչապետ։ Իսկ այն մասով ինչ կասեք, որ եթե մանդատները չվերցնեն, արդյոք ժողովուրդը պատրաստ է դուրս գալու փողոց, ինչպես որ դուրս եկավ 2018 թվականին եւ պայքարել, որպեսզի ստեղծեն նոր կառավարություն։ Միանշանակ այսօր ամեն մի իրան հարգող հայ պարտավոր է իր ձայնի ետևից գնալու։ Էդի այն մասային է վերաբերվում, ովքեր որ ձայն են տվել բոլոր ընդդիմադիրներին։ Այսօր ընդդիմությունը, այսինքն գրեթե կես միլիոն հայ մարդ դեմ է այս իշխանությանը ու տարբեր կուսակցություններին ձայն են տվել, քվե են տվել, վստահելով, հավատալով, ամեն կերպ։ Բայց նրանք դուրս կգան։ Միանշանակ։ Ուղղակի ժողովրդի մեջ այսքան բազմիցս տեսել ենք, հանրահավաքներ են տեղի ունեցել, դուրս են եկել պայքարի ու դիրքորոշումները հստակ են եղել, բայց եղել են հուսախաբություն։ Նորից ժողովուրդը արդեն այս ներկապային ժողովուրդը կանգնած է երկու տարբերակի առաջ։ Ինձ թվում է 99%-ով հանրությունը պատրաստ է դուրս գալ փողոց պայքարելու իր ձայնի համար։ Բայց վերեք չմոռանանք նաև, որ ժողովուրդը նաև վախենում է ձերբակալվելուց։ Ես կասեի ընդդիմադիր ժողովրդի մեջ վախի մթնոլորտը վաղուց մարել է։ Վաղուց։ Որովհետև մենք 2018 թվականից տարբեր տեսակի քրեական հետապնդումների մեջով ենք անցել, 2018 թվականից մենք ամեն ինչի ականատես ենք եղել, 2018 թվականից հետո մենք պատերազմ ենք ունեցել մահաբեր այս իշխանության օրոք եւ այսօր մենք անցնելով այդ պատերազմական ճանապարհը ու տեսնելով պատերազմի դաշտում հայ զինվորի արյունը, դրանից հետո ինչ որ մի կերպ, ինչ որ մի բանից վախենալ ուղղակի անհնար է։ Իսկ չեք
կարծում, որ կարող է իշխանությունը տեսնելով, որ կարող է սկսվել փողոցային պայքար, սահմանային կռիվ լինի։ Սահմանում կանգնած զինվորը ինքը իր տեղում է, սահմանում կանգնած զինվորը իր վճռական քայլերով դե չի բացառվում։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի ունակ է, միայն թե իր տակի աթոռը ամուր մնա։ Նիկոլ Փաշինյանի պատրաստ է իր կողքի ցանկացած աջակցին փուռը տա կոպիտ ասած, մենակ թե աթոռը պինդ մնա։